1993 թվականի ապրիլի 17-ին զոհվեց Արցախի հերոս ՀՅԴ անդամ Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանը։ Շահեն Մեղրյանը հայ ժողովրդի այն հերոսներից էր, ում անունը մահացավ Արցախի ազատագրական պայքարի էջերում։ Նա առաջիններից էր, որ սկսել էր կազմակերպել զինված ջոկատներ։ 1990 թվականին անդամագրվեց Հայեղափոխական դաշնակցությանը։ 1991 թվականին օղակ օպերացիայից հետո Ադրբեջանը գրավեց Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիտ գյուղերը։ Սեպտեմբերին Մեղրյանը կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-ից 13-ին ազատագրվեցին այդ 3 գյուղերը։ Ծնված լինելով Արցախ աշխարհի Շահումյանի շրջանում, նա մանկուց մեծացել էր հայրենի հողի նկատմամբ սիրո եւ նվիրումի մթնոլորտում։ Շահենը ոչ միայն խիզախ հրամանատար էր, այլ նաեւ ժողովրդական առաջնորդ, որի խոսքն ու գործը մեկ էին։ Արցախյան պատերազմի ամենածանր օրերին, երբ թշնամին փորձում էր գրավել Մարտակերտի շրջանը, Շահեն Մեղրյանը իր զինագիստների հետ դուրս եկավ պայքարի, պաշտպանելու հայրենի հողը։ Նրա ղեկավարությամբ հայկական ուժերը ոչ միայն դիմակայեցին թշնամու գերակշիռ ուժերին, այլև կարողացան վերադարձնել կարևոր տարածքներ։ Մեղրյանը աչքի էր ընկնում ոչ միայն իր ռազմական տաղանդով, այլ մարդկանց հետ ճիշտ աշխատելու կարողությամբ։ Նա միշտ կանգնած էր զինվորի կողքին, կիսում էր նրանց դժվարություններն ու զրկանքները։ Նրա ղեկավարած ջոկատները մասնակցեցին բազմաթիվ հերոսական մարտերի, որոնք վճռորոշ եղան Արցախի ինքնապաշտպանության գործում։ 1993 թվականի ապրիլի 17-ին հերթական ռազմական գործողության ընթացքում Շահեն Մեղրյանը զոհվեց, դառնալով հայրենիքի համար ընկած մեծագույն հերոսներից մեկը։ Մահից հետո Մեղրյանի անունը անմահացավ, եւ նա արժանացավ Արցախի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։